Փետրվարի 30-ն է, գտնվում ենք Արարատի մարզի Արարատ բնակավայրի վերջերս ստեղծված GTP ստիլ, այդպես էին ասում, մենք հանը բարտանունը գլուխ չանեցի, այդ գործանի տարածքում, որտեղ ավելի շատ զբաղվում են ձուլարանով, երկաթների ձուլարան է այստեղ կա, վերում են հին երկաթներ, ավտոմեքենաներ, դարնապրած, մի խոսքով վերում հանձնում են գործարան, որտեղ ձուլվում և ստեղծվում է երկաթե ամրաններ, այսպես ժողովրդի լեզվով ասած արմատուրաներ և ահա հերթական անգամ մեքենաները բերել են երկաթ են հանձնել և շնորհիվ գործարանի աշխատակիցների, ովքեր մանրակրկիտ բոլոր բեռնատարների կողմից բերված երկաթե ջարդոնները ստուգում են, հայտնաբերել են, տեսնում եք, ինչքան շատ հակատանկային կամ տարբեր պայթուցիկներ են հայտնաբերվել, որոնք ճիշտ է իրենցից վտանգ չեն ներկայացնում այլևս, բայց եթե գործարանի աշխատակիցները աչալուրջ չլինեն, ուշադիր չլինեն, սա եթե գցեն այդ հսկա մեծ վառարանների մեջ, որի տաքությունը գնա գալիս եմ, եսի ինչքան է մոտիկ էլ չես կարողանալ գնաց, պայթուն հաստատ տեղի կունենա, բայց լավ է, շնորհիվ գործարանի աշխատակիցների, տեսնում եք, այս ամենը հայտնաբերվել ու տեղափոխվել է հիմա այստեղ անվտանգ վայր, իմ տեղեկություններով 3 արդեն համապատասխան կառույցներից ժամանել են, իհարկե գործարանի աշխատակիցներն են, տնօրենությունն է տեղեկացրել, եկել են, արձանագրել են, գրանցել են, հիմա երևի նույնիսկ տեղեկացա, որ սակրավորներ են եկել նայել, ասել են այս ամենը իրենցից վտանգ չեն ներկայացնում։ Տեսնում եք, շատ էլ, մենակ հակատանկային չի, չէ՞։ Սա նման բաներ անընդհատ հայտնաբերվում է, անընդհատ, ամիսներ առաջ էր նորից գիշերով ավելի վտանգավոր բան էին հայտնաբերել, ինչը կարողացել էին շատ արագ չեզոքացնեին։ Այս գործարանն էլ կառուցվել է համատեղ, հիմնադիրը այդպես էին ասում, Հնդկաստանի քաղաքացի է, հայտնի գործարար, բավականին շատ աշխատատեղեր է բացված այստեղ, իդեպ և մեծ թվով հայեր են աշխատում և մեծ թվով հնդիկներ, Հնդկաստանի քաղաքացիներ։ Բայց լավա տեսել են աշխատողները, միշտ ստուգում են, հատ ստուգում են, ասում են 2-3 տեղ ստուգում են, այս հան, տեսն։ Քանի ատա բայց, հաշվել եք, լիքն է։ Բայց սրանք մի ավտոյով չի բերվել, տարբեր ավտոներ, չէ, տարբեր բեռնատարներ, տարբեր օրերի, չէ, մի օրվա չի, տարբեր օրերի, անընդհատ ստուգման արդյունքում հայտնաբերվում է։